Ինչ է իրենից ներկայացնում վիրաբուժական գինեկոլոգիան։ Այն պաթոլոգիան, որը որ չի ենթարկվում դեղորայքային բուժման, արդեն անցնում ենք վիրաբուժական գինեկոլոգիայի ճանապարհին։ Խոսենք արգանդի խոռոչի պալիպի մասին։ Պոլիպները պետք է հեռացվեն խնայողաբար մեթոդով, այլ ոչ թե քերելով։ Զայրույթս մեկ այնքան շատ ալ եմ ուզում գնամ հասնեմ այդ գործիքները բժշկի ձեռքից հավաքեմ։ Շատ ցավալի է, որ դեռևս օգտագործվում է այդ հին ստալինյան եւ անօգուտ մեթոդները, այո։ Հիստերոսկոպիայի տեսակները եւ դրանցից որի ժամանակ մեկ ինչ կարող ենք անել։ Այսօր հիստերոսկոպիան անպտղության դիագնոզի դեպքում մտնում է ոսկե ստանդարտի մեջ։ Չի կարող որևիցե ուլտրաձայնային հետազոտություն ցույց տալ արգանդափողային անկյան մեջ արկա միկրոպոլիպները, ինչը որ պատնեշա ու հղիություն չի գրանցվում։ Ձեր ծառայությունը կոչվում է հղիություն առանց ԱՄԲ-ի։ Իրոք դա 8-րդ հրաշալիքն է, իրոք քեզ կանաչ ճանապարհ գնա, բայց արա դա երբ որ ունես ցուցում։ Բարև ձեզ սիրելի հետևորդներ, ձեզ հետ են կրկին Լիդան եւ Նինան։ Մենք գտնվում ենք Embryo-Guide YouTube-յան հարթակում։ Այսօրվա մեր հյուրերն են Ավանգարդ բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ գինեկոլոգիական ծառայության ղեկավար Արտուր Սերգեևիչը եւ գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Լիլիթ Սերգեևնան, իմ մոտ ընկերուհին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Իմն է։ Ինչպե՞ս եք։ Հա, լավ, մի նեղացի, քոնն ասում ուշ են գալիս, բայց ոչ ուշացած։ Հարց համար առաջին։ Ուղում եմ հարցը Լիլիթ Սերգեևնային, Լիլիթին։ Ինչ է իրենից ներկայացնում վիրաբուժական գինեկոլոգիան։ Նախ ուզում եմ շատ շնորհակալություն հայտնել հրավերի համար ու փոխադարձել այդ ջերմ խոսքերը։ Ինչ վերաբերվում է հարցին, ուրեմն առհասարակ գինեկոլոգիական հիվանդությունները ունեն երկու մոտեցում, պահանջում են երկու մոտեցում, կամ կոնսերվատիվ, այն է դեղորայքային ճանապարհով հիվանդության բուժում, կամ եթե այն պաթոլոգիան, որը որ չի ենթարկվում դեղորայքային բուժման, արդեն անցնում ենք վիրաբուժական գինեկոլոգիայի ճանապարհին, ինչն իր հերթին ունի արդեն ենթատեսակներ, օրինակ հիստերոսկոպիան, լապարոսկոպիան եւ իհարկե որովայնահատում պահանջող պաթոլոգիաները։ Շատ բարի։ Արտուր Սերգեևիչ ջան, ճիշտ ասած հիանում եմ ձեր օպերատիվ գինեկոլոգիական վիրաբուժական մոտեցումներով, շատ մոտ են իմ գաղափարներին։ Խոսենք արգանդի խոռոչի պալիպի մասին, իր ճիշտ հեռացման մեթոդները, ինչպես եք իրականացնում։ Բարև ձեզ կրկին, նույնպես շնորհակալ եմ հրավերի համար, շատ հետաքրքիր հարցեր եք բարձրացնում։ Ձեր հարցը առաջինը պոլիպի մասին նախ պետք է հասկանալ պոլիպը ինչ է իրենից ներկայացնում, էտիոլոգիան այսպես կոչված իր առաջացման պատճառը։ Այսօր աշխարհում առաջացման պատճառը կիսվել է երկու մասի։ Էնդոկրինոլոգները պնդում են, որ դա հորմոնալ խանգարումների հետևանքով է, վիրաբույժները պնդում են, որ դրանք բորբոքային պրոցեսների հետևանքով են, բայց ցանկացած պոլիպ, ուզում եմ նշել, որ կապ չունի ինչ տարիքում է, ռեպրոդուկտիվ, թե մենոպաուզալ, ցանկացած պոլիպ ինքը բարորակ գոյացություն է, որը ինչ որ մի ժամանակ ոչ մեկին հայտնի չի մալիգնիզացիայի է ենթարկվելու չարորակացման։ Բացի դրանից, ուրեմն պետք է հաշվի առնել իմ անձնական ճակերտներում փոքր փորձից եւ աշխարհի տարբեր վիրաբույժների մոտեցումներից, որ պոլիպների չափերը, որտեվ այդպիսի թեորիաներ կան, գրականություն կա, որ ինչ որ չափ մինչև պոլիպները պետք չի հեռացնել, պոլիպների չափերը լինում են դեպքեր, որ կապ չունեն եւ փոքր, ամենափոքր պոլիպի մեջ նույնպես կարող են լինել ատիպիկ բջիջներ։ Ձեր հարցը պոլիպների հեռացման մասին է, շատ կարևոր հարց է, ես 17 թվականից գտնվելով Հայաստանում անընդհատ բարձրացնում եմ այդ հարցը, որ ռեպրոդուկտիվ, այսինքն ծննդաբերական տարիքում գտնվող կանանց մոտ ցավոք սրտի նախկին ԽՍՀՄ երկրներում, ոչ միայն Հայաստանում, դեռևս ստալինյան թվի այդ կյուրետաժն է գործում, որը այսօր ցիվիլ աշխարհում ընդունված չի, հա, եւ ցիվիլ աշխարհը պոլիպների հեռացումը կատարում է հիստերոսկոպիկ եղանակով։ Հիստերոսկոպիկ եղանակը իրենից ներառում է տեսողական հսկողության տակ պոլիպի հեռացումը, բայց կան տարբեր մեթոդներ։ Սկզբից եղել է կյուրետաժը, հետո եղել է ռեզեկտոսկոպիան, մոնոպոլար հոսանքով, հետո հայտնվել է բիպոլար ռեզեկտոսկոպիան, բայց վերջին աշխատանքները, վերջին
նորաձևությունները դրանք միկրոգործիքներով հեռացումն են, շեյվերներով, աղացներով հեռացումն են, բայց ամենակարևորությունը այդ հարցի ժամանակ, որպեսզի չվնասվի էնդոմետրիումը, այսինքն արգանդի ներշին շերտը եւ բազալ շերտը, որը հետագայում կարող է բերել անպտղության պատճառ դառնալու։ Դրա համար ուզում եմ, որ հանրությունը իմանա, որ կանայք իմանան նամանավանդ ռեպրոդուկտիվ տարիքում, որ պոլիպները պետք է հեռացվեն խնայողաբար մեթոդով, այլ ոչ թե քերելով եւ այլ։ Միգուցե ինքը ավելի ծախսատար է, բայց դա միանշանակ իրենց ռեպրոդուկտիվ ֆունկցիայի վրա է ազդում։ Պոլիպների հեռացման համար կարող եմ ասել, որ պարտադիր պետք է տարին 1 ցանկացած կին կապ չունի մենոպաուզալ տարիքում թե ռեպրոդուկտիվ տարիքում անցնի ուլտրաձայնային հետազոտություն, նրանց հայտնաբերումը 90% դեպքերում տեղի է ունենում ուլտրաձայնային հետազոտությունների ժամանակ, եթե չեն տալիս կլինիկական պատկերները, միջդաշտանային արյունահոսությունները, դաշտանային ցիկլերի խանգարումները, հետազոտության հետևանքով հայտնաբերված պոլիպները միանշանակ ոսկե կանոն պետք է 2 անգամ ուլտրաձայնային հետազոտությունով հաստատվեն, նոր գնան հեռացման, որովհետև շատ հաճախ ռադիոլոգները կարող են ցիկլի ոչ ճիշտ փուլում անել ուլտրաձայնային հետազոտությունը, դնել դիագնոզ պոլիպ եւ այդ պացիենտկան վիրահատվի, հետո գիստոլոգիապես չհաստատվի այդ պոլիպը։ Դրա համար ես ուզում եմ, ցանկանում եմ, որ եւ գոլեգաները եւ պացիենտկաները տեղյակ լինեն, որ մինիմում 2 ցիկլում հաստատված պոլիպը ենթակա է վիրահատական բուժման։ Երբեմն պացիենտները գալիս են, ունեն 2 սոնոգրաֆիկ հետազոտություն, բայց երբ ֆիքսում ես, թե դաշտանային ցիկլի որ օրն է կատարվել, այդտեղ հարց է առաջանում նորից եւ պետք է շեշտել անպայման, որ սոնոգրաֆիկ հետազոտությունը իրականացնել վաղ պրոլիֆերատիվ փուլում 5, 6 կամ 7-րդ օրը ցիկլի, ունենալ հստակ պատկեր պրոլիֆերացիայի փուլում։ Մի փոքր երևի ես էլ եթե դեմ չեք կոմենտարիա թողնեմ, մեր բուժառուների համար, երբ որ Artus Yeğeci ասում էր կյուրետաժ, ժանել եւ այլն, դա մեխանիկական եղանակ է, այսինքն գործիք է, որ անգամ կոնֆերենցիաներից մեկի ժամանակ Ռադինսկին վերցրեց եւ բիլարով ուղղակի հատեց անցած դարը։ Դա անցած դար է։ Այո, եւ մեր մոտ Մոսկվայում բաժանմունքում դա մի քիչ բժիշկները, որ նոր են, հիստերոսկոպիա արդեն անցած էր բաժանմունք էնդոսկոպիկ վիրաբուժությամբ, բայց մի քիչ ովքեր որ կյուրետաժ են անում, սկալպայի վրա, հայերենում ստացիոնար пребывания, очень դժվար եմ թարգմանելը, բայց դժվար է սովորում հետ կյուրետաժից հիստերոսկոպիա անելը, այսինքն все-таки այդ վերջում սիրում էին ուղղակի կյուրետկան վերցնել, նորից ասեն պոլիպի վրա, որ համոզվեն, երբեք ընտրում ինչ մոտեցումով եք դուք անում, հիմա կա նաև սառը մեթոդով անելը, ինչպես է, իմ կարծիքն էլ ասեմ, մոնոպոլար ռեզեկտոսկոպ ամենասկզբից դեմ եմ եղել, թե ժամանակի առումով, թե գլյուկոզայի միջավայրի առումով, թե իրա դաշտը, որ ինքը վիրահատական է, հատում է, ուզում եմ ձեր կարծիքը լսել։ Միանշանակ մի քանի հարց բարձրացրեցիք, հերթով պատասխանեմ, մոնոպոլար ռեզեկտոսկոպիան նույնպես արդեն մնացել է անցյալում։ Քերումը դա անցած դար է ընդհանրապես։ Մոնոպոլար ռեզեկտոսկոպիան նույնպես հետին պլան է ընկել, քանի որ կա արդեն բիպոլար ռեզեկտոսկոպիա, միանգամից նշեմ, որ ռեզեկտոսկոպը օգտագործում եմ միայն այն միոմաների դեպքում, երբ չի ստացվում միոման հեռացնել միկրոմկրատների օգնությամբ, որովհետև ես նույնպես սուբմուկոզ, այսինքն դեպի խոռոչ աճող միոմաները հեռացրել եմ արդեն շատ անգամ, շատ кейսեր ունենք, միկրոմկրատի օգնությամբ, վիլուշիվնյայի միջոցով ներեցեք չգիտեմ տերմինը չգիտեմ, այսինքն իրան արտամղելով իր լոժայից հավատացնում եմ ձեզ, кейսերը արդեն շատ են, արյունահոսություն չկա եւ ռեզեկտոսկոպը օգտագործվում է այն դեպքերում միայն, երբ միոմատոզ հանգույցը մեծ չափերի է, երբ միոմատոզ հանգույցը grade 2 է, խոր, այսինքն մկանային շերտում է եւ չի ստացվում, բայց 0, 1
երկու գրեյդերի միոմաներ, այսինքն իրենց տեղակայումները խոռոչում, մեծ մասով խոռոչում, քիչ մասով պատում եւ հակառակը քիչ մասով խոռոչում, մեծ մասով պատում միկրոմկրատի օգնությամբ դա նույնպես շատ կարեւոր է ռեպրոդուկտիվ տարիքում հեռացվում են իմ կողմից միկրոմկրատի օգնությամբ չվնասելով արգանդի պատը, բազալ շերտը։ Ինչ վերաբերվում է ռեպրոդուկտիվ տարիքում միկրոմկրատով աշխատելուն, դա այսօր մեր փորձով նույնպես նորից եմ կրկնում ճակերտներում մեր փոքր փորձով արդեն 15 տարուց ավել մենք տեսել ենք, որ ուլտրաձայնային հետազոտությունը անպայման մեր պացիենտների վիրահատությունից 1 ամիս անց ցիկլի 5-րդ, 6-րդ, 7-րդ օրերին կրկնվում է եւ ոչ պոլիպի տեղում երևում է ռուբեցը, ոչ երևում է սկլերոզ, միանշանակ տեղը դաժե չի երևում։ Ռեզեկտոսկոպը ինչքան էլ որ բիպոլյար է, ինչքան էլ որ անել կետային եւ այլն ինքը այրում է եւ բազալ շերտը այրվում է, էնդոմետրին այրվում է, կարող է բերել իր բարդություններին կպումների տեսքով, կարող է բերել այդ հատվածում էնդոմետրիումի վնասումով եւ այլն։ Ես կարծում եմ, որ նամանավանդ ռեպրոդուկտիվ տարիքում, քանի դեռ կա արդեն միկրոմկրատ, ռեզեկտոսկոպ օգտագործել պոլիպների, կպումների, միջնապատերի համար կարիք չկա։ Ես գիտեմ, բայց ում ձեզ լսեմ հիստերոսկոպիայի տեսակները եւ դրանցից որի ժամանակ մեկ ինչ կարող եք անել։ Ուրեմն հիստերոսկոպիան լինում է դիագնոստիկ, ախտորոշային, երևի ճիշտ հայերեն, որը կարող է կատարվել նաև կոչվում է օֆիսային հիստերոսկոպիա, կարող է կատարվել ամբուլատոր պայմաններում, դաժե պոլիկլինիկական պայմաններում առանց ցավազրկումների, քանի որ այսօր հիստերոսկոպները զանազան են եւ նույնիսկ կա 2.9 մմ տրամաչափի հիստերոսկոպ, որը հենց դիագնոստիկ է, քանի որ ամենայն հարգանքով բոլոր ռադիոլոգներին կան դեպքեր, երբ որ սփռված պոլիպները ուլտրաձայնային հետազոտությունով չեն երևում եւ վերջնական ախտորոշումը որպես կլասիկա, որպես գրքով, դա հիստերոսկոպիան է։ Օֆիսային հիստերոսկոպիան այսօր աշխարհում, ցիվիլ աշխարհում դա ռուտին մանիպուլյացիա է դարել, եւ դա կարող է կատարվել պոլիկլինիկայում ճիշտ օրով, ճիշտ հետազոտված պացիենտի մոտ եւ վերջնական ախտորոշվել, որովհետեւ մեր փորձով շատ ու շատ դեպքերում օրինակ էկոյից AMB-ից առաջ կատարվող հիստերոսկոպիաներից հետո, երբ որ ուլտրաձայնային հետազոտությամբ չի նկարագրվում պոլիպ, չի նկարագրվում հիպերպլազիա, բայց հիստերոսկոպիայի ժամանակ նկատվում է այդ ալիքաձև հաստացումը, հեռացվում է այդ հատվածը եւ հիստոլոգիապես գալիս է պոլիպ։ Այդ իսկ պատճառով դիագնոստիկ հիստերոսկոպիան այսօր ինքը ոսկյա ստանդարտ է համարվում եւ կարող է կատարվել նորից եմ կրկնում ամբուլատոր պայմաններում իր չափերի հաշվին, որտեղ առանց անեստեզիա, առանց վզիկի լայնացման եւ այլն։ Հաջորդը դա խիրուրգիական հիստերոսկոպիան է, որի դեպքում կատարվում են հենց միկրոմկրատների, միկրոսեխմիչների միջոցով տարբեր մանիպուլյացիաներ։ Ես կատարում եմ պոլիպների հեռացում, կատարում եմ միջնապատերի բնածին, միջնապատերի հատում, կպումների, առաջացած կպումների հատումներ, արդեն ասեցի ձեզ կատարում եմ նաև միոմաների հեռացումներ։ Իմ հիստերոսկոպիաների ժամանակ ես կատարում եմ նաև արգանդափողային անկյունների բացում, որտեղ ֆիզիկայի օրենքների համաձայն ցանկացած խողովակ, ինչպես եւ արգանդափողն է, ունի սկիզբ եւ վերջ։ Նրա սկիզբը միանշանակ գտնվում է արգանդի խոռոչում եւ ես իմ փորձով եմ ասում, նորից եմ ասում, ճակերտներում փոքր փորձով 15 տարվա արգանդափողերը բորբոքումներից հետո հիպերպլազիաների դեպքում նաեւ խցանվում են արգանդի խոռոչում, այսինքն սկզբում։ Եվ այդ զոնդավորումը տվել է մեծ ռեզուլտատներ, ստատիստիկ տվյալներ եմ ասում, ոչ թե այն հենց այնպես օդում, տվել է մեծ ռեզուլտատներ հղիությունների մեր հիստերոսկոպիաներից հետո։ Նաև կատարում եմ scratching հասկացողությունը, կտրվածքներ, մի քիչ աշխարհի ստանդարտներից այլ կերպ եմ կատարում, որը նույնպես մեր հետազոտություններով մեր բոլոր հղիացած պացիենտներին մենք վարում ենք նաև մինչև
12 շաբաթ փոխանցելով հետո ակուշերին, տեսնում ենք, որ այն հատվածում, որտեղ կատարվում է scratching-ը, 90% դեպքերում պատղածուն իմպլանտավորվում է այդ հատվածում, այո։ Դա էլ ենք ապացուցել, դա էլ ստատիստիկ տվյալներով ամեն ինչ թղթաբանորեն հաստատված։ Եվ կա ռեզեկտոսկոպիան, որի մասին արդեն խոսեցինք, դա էլեկտրոդանակն է արգանդի խոռոչում։ Այսօր կա փառք Աստծո աշխարհում նույնպես միկրոռեզեկտոսկոպներ, որոնց տրամագիծը 4.9 չափի է եւ շատ փոքր ռեզեկտոսկոպով նույնպես կարելի է հեռացնել ցանկացած չափի սուբմուկոզ արգանդի խոռոչ աճող միոման, այո։ Ես օգտագործում եմ այդ մինի ռեզեկտոսկոպները, շատ էֆեկտիվ եւ շատ որակով վիրահատություն է տեղի ունենում։ Դա ինչ վերաբերվում է հիստերոսկոպիային եւ տարատեսակները դրանք են եւ շատ ու շատ աշխատանքներ, հա, թե Ամերիկայի լաբորասկոպիկ գինեկոլոգիայի ասոցիացիան ներկայացնում է, թե աշխարհի, Եվրոպայի եւ այլ երկրների էնդոսկոպիկ գինեկոլոգիայի տվյալներով, այսօր հիստերոսկոպիան անպտղության դիագնոզի դեպքում մտնում է ոսկե ստանդարտի մեջ։ Այսինքն, եթե պացիենտը ունի անպտղություն դիագնոզ, ել չեմ ասում, որ էկոյից առաջ դա արդեն ներմուծվել է որպես պարտադիր մանիպուլյացիա, բայց այսօր հիստերոսկոպիան անպտղություն դիագնոզի հետ քույր քաղաքներ են այսպես կոչված եւ համահունչ շարժվում են։ Ես շատ եմ ուզում, որ նամանավանդ մեր երկրում դա նույնպես դառնա ստանդարտ, որպեսզի չկատարվեն էկոներ առանց հիստերոսկոպիաների, որպեսզի անպտղություն դիագնոզի առկայության դեպքում պարտադիր կերպով պացիենտկան գնա հիստերոսկոպիայի։ Ես դասակարգել եմ, ճիշտ է, որ նոր է եկել չէի պատկերացնում, ես պահանջում էի, ասում խնդրում տեսաձայնագրություն կամ միգուցե ինչ-որ նկարներ, որովհետև որպես բժիշկ մինչև ես չտեսնեմ ռեպրոդուկտոլոգ չեմ հավատա այդ կատարած վիրահատությանը, դե սկզբում ընդհանրապես սա չէի Հայաստանում, դե որ բժշկին գնաց է տեսել եմ, հասցրել եմ վիրահատարան մտել եմ, հա, ինքս ուզեցել եմ հասկանամ ինչ է կատարվում ու տեղից սկսել է վստահություն կամ ոչ, դիսկեր նայելու, ֆլեշկաներ եւ այլն, իհատ շատ տարօրինակ բաներ, անգամ white balance-ը իրականացված չէր։ Ես նստած նայում եմ, ասում, լավ, իսկ ինչ եմ ես նայում, այլ որ դուք պատկերացնեք, այդ ուղղակի բալանսավորում ենք, որովհետեւ երբ օպտիկան մտնում է արգանդի խոռոչ, նույն լապարասկոպիաների ժամանակ որովայնի խոռոչ, որովհետեւ մեր պատկերը ավելի լավ լինի, մենք տեսնենք եւ այլն, ես տեսնում եմ մի հատ կապույտ այսեն զոնայով մտնում է, դոկտորը դուրս է գալիս ու ահագին ժամանակ բան չկա, նորից ներս է մտնում արգանդափողային անկյունները։ Շատ հաճախ ուշադրություն չեն դարձնում։ Այո, ցավոք սրտի։ Չեն հասնում, որովհետեւ դաժե պրիմիտիվ արգանդի խոռոչում, այդ հեղուկի ճնշումը, որ պետք է լինի ստանդարտ ճիշտ վիզուալիզացիայի համար, իսկ հիստերոսկոպիա կատարելիս պետք է հաշվի առնել, որ մեր համար օրիենտիր հանդիսանում են հենց արգանդափողային անկյան տեսքը, հա, երկու կողմից վիզուալիզացիան։ Եվ չունենալով դա շատ հաճախ հիստերոսկոպիաները դաժե կարող է ներքին օղից վեր չգնան։ Տեսել ենք, նման դեպքեր ունեցել ենք։ Բայց ուզում եի նշել նաև մի ուրիշ բան, որ երբեմն տրանսվագինալ ուզիով ունենում ենք նորմալ պատկեր, եւ այդ է ուզում ասել, որ չի կարող որևիցե ուլտրաձայնային հետազոտություն ցույց տալ արգանդափողային անկյան մեջ արկա միկրոպոլիպները, դրանց մասին շեշտը դնել, որ շատ հաճախ իրանք ուղակի հանդիսանում են որպես փական դուռ, ինչը որ պատնեշա ու հղիություն չի գրանցվում, այսինքն մեխանիկական պատնեշը վերացնելուց հետո հաջորդ ցիկլով ստանում ենք բնական ճանապարհով հղիություն։ Ես չգիտեմ դուք ոնց եք դանում, բայց այդ ժամանակ ես բանա միկրոբիոպսիների շիպչիկներով էի բանանում, այո, միկրոսեխնիչների օգնությամբ։ Հեռացնում ենք, այո, մոռացել էի, Լիլիթ Սերգեևնան լավ լրացում արեց։ Ուրեմն մենք ունենք նախ մեր բոլոր վիրահատությունները ձայնագրվում են, բոլոր, բացի նրանից, որ պացիենտը քնած չէ եւ ինքը չզգալով ոչ մի ցավային զգայունություն դիտում է իր վիրահատությունը, բացի դրանից մեր բոլոր վիրահատությունները ձայնագրվում են եւ տրամադրվում են պացիենտներին։ Իհարկե պացիենտի համաձայնությամբ, միանշանակ ստորագրությամբ, համաձայնությամբ։ Դա առաջինը, երկրորդը, այո, շատ հաճախ հանդիպում են նաեւ ես ուսյաների զոնդավորումից խոսեցի, բայց չասեցի, որ շատ հաճախ հանդիպում են մանր պոլիպներ արգանդափողային անկյուններում, արգանդափողի հենց մեջ, իրանք խցանի պես հեղուկի խողովակի մեջ
ծանը մցրած հանդիսանում են հենց անպատվության պատճառը, ոչ ուլտրաձայնային հետազոտությունով նախ շատ փոքր են, բացի դրանից իրենց տեղակայման հետևանքով դժվար վիզուալիզացվող եւ շատ ռեզուլտատիվ, շատ որ պատկերացրեք տարիների էկոներ անցած, ինսեմինացիաներ անցած պացիենտ կան, մենք շատ տենց кейսեր ունենք, մեկ էլ հանկարծակի վիրահատությունից հետո երկրորդ, երրորդ ցիկլով գալիս է զադերժկայով, խեգեչեով եւ այլն, այո։ Նույնպես հեռացում ենք այդ միկրոհիստերոսկոպիան, իսկ ռեզեկտասկոպով դա անել անհնար է, քանի որ կայրես եւ պերֆորացիայի կգաս, հա, կամ ուսյան կայրես եւ ընդհանրապես օբլիտերացիա կլինի, կփակվի։ Էկոյի գործ կդառնա։ Ստերիլիզացիա։ Երեք ունենա, այո, ստերիլիզացիա։ Վատ բանից չխոսենք։ Այո։ Հարցը սուղում եմ Լիլիթին, անպատվություն։ Ունենք բուժարու, ունի անպատվություն, պայմանավորված է արգանդափողային գործոնով, որ դեպքում դիմում ենք միմիայն ԱՄԲ-ի, որ դեպքում ենք գնում վիրահատության։ Շատ հետաքրքիր հարց է, շատ նուրբ հարց միևնույն ժամանակ։ Երբ որ առհասարակ զույգը, ով ունի անպտղություն, դիմում է եւ ոնց դուք եք մեր առաջ նստած, այսպես նայում է մեզ, առաջին հերթին, անկախ բոլոր կլինիկո-լաբորատոր հետազոտություններից, անալիզների թվերից, առաջին հարցը դա տարիքն է, որովհետեւ չկա որևիցե միջոց, որով մենք կարող ենք օգնել գնալ տարիքին դեմ, հա։ Դրա համար առաջին հերթին հաշվի է առնվում կնոջ տարիքը։ Եթե կինը երիտասարդ է, եթե կնոջ ամուսնու մոտ չունենք սերմում խնդիրներ, նորմոսպերմիա է, ինչու ոչ, կարելի է գնալ լապարասկոպիայի, անջատել կպումները, որոնք բերել են արգանդափողերի անանցանելիությանը եւ գնալ բնական ճանապարհով հղիության։ Ինչպես նաեւ գտնում եմ, որ պետք է հաշվի առնել նաեւ զույգի հոգեբանական, ֆինանսական, ինչու նաեւ ոչ երբեմն հնչում է կրոնական ասպեկտները, որոնք որ նշում են, որ չեն գնա երբևիցե արտամարմնային բեղմնավորման եւ ուստի միանգամից զույգի համար ցանկությամբ նորից գնում ենք փորձենք հարցը լուծել վիրաբուժական ճանապարհով, հա։ Դե իսկ բացարձակ ցուցումները, որոնք որ արգանդափողային գործոնով պայմանավորված գնում ենք միանշանակ էկոյի, դրանք արգանդափողերի բացակայությունն են, ինչ պատճառով, օրինակ նույն արտարգանդային հղիություն կապակցությամբ, երբ որ կինը նշում է, որ ունի երկու կողմից արգանդափողեր, դրանք հիդրոսալպինքսի արկայությունն են, երբ արգանդափողը ինքը լցված է հեղուկով, եւ այս դեպքում նորից գնում ենք արտամարմնային բեղմնավորում, սակայն ուզում եմ շեշտել, որ էմբրիոնի տեղադրումից առաջ պարտադիր կերպով պետք է ազատվել այդ արգանդափողից, որովհետև կան ապացուցված տվյալներ, որ հիդրոսալպինքսը ունենալու է բացասական ազդեցություն հետագա հղիությունների ռեյթի վրա, հա։ Միանշանակ ճիշտ եք։ Միանշանակ։ Մի հատ ուրիշ հարց եմ ուզում տալ։ Եկեք գնանք դեպի լապարասկոպիա, հիստերոսկոպիան հասկացանք։ Արգանդափողային գործոնը վերցնենք։ Իրականում ես գիտեմ, որ դուք հոմոհիդրոտուպացիա անում եք, ստուգում եք, հա։ Եմ արել է բուժարուն ՀՍԳ հետազոտություն, տվել են որ մի արգանդափողը փակ է, ասում է, չէ, ես все-таки ուզում եմ բացեմ, եկեք չդիմենք տենց ցիկլով չի ստացվում հղիանալ։ Ձեր գործողությունները ոնց եք դուք եք անում, մի քիչ դուք պատմեք, ինձ հետաքրքիր է։ Օրինակ մենք, չգիտեմ, այդտեղ ճիշտ է թե չէ, իրականում մանեիկ օգտագործում, երբ որ բանեիկ կամ գործիքի անունը, ձեր մոտ ոնց է։ Մի քիչ շատ եմ խորանում։ Տեխնիկան եք ուզում հասկանալ։ Նախ եւ առաջ ուզում եմ ասեմ, որ մեր բոլոր վիրահատվող պացիենտները անխտիր, բացի կյանքին սպառնող, այսինքն էքստրենի վիրահատություններից, բոլոր պլանային պացիենտները պետք է լինեն ստերիլ քսուկներով, ստերիլ բակտերիալ քսուկներով, ֆեմաֆլորով եւ այլն։ Չի եղել իմ մոտ երբևիցե վիրահատական սեղանի պլանային պացիենտ առանց ստերիլ միջավայրի։ Դա իմ կանոնն է, իմ ծառայության բոլոր բժիշկները գիտեն, որ դա չի կարող խախտվել։ Նախ դա այդ հարցն շատ կարևոր է, որովհետեւ հաճախ հանդիպում ենք տարբեր մանիպուլյացիաներ կատարված պացիենտներ, նույն հիստերոսալպինգոգրաֆիաները առանց քսուկների, հետո հետազոտվում է պացիենտը բարձվում է տարբեր ինֆեկցիաներ եւ բակտերիաներ։ Նախ դա, երկրորդը միանշանակ մեր մոտ չի կատարվում միայն լապարասկոպիա անպտղություն դիագնոզի դեպքում, չի կարող տենց բան լինել իմ կատարմամբ, իմ ծառայության ներքո, քանի դեռ ես ղեկավար եմ, չի լինելու տենց բան, որովհետեւ դա ապացուցված է բազմակի գիտական աշխատանքներով, ակադեմիկներով եւ այլն,
մի կողմ դնելով իմ անձնական փորձը, հա, բոլոր այդ պացիենտներին կատարվում է հիստերոսկոպիա լապարոսկոպիայի հետ միասին։ Եվ նորից եմ կրկնում, որ ֆիզիկայի օրենքների համաձայն ցանկացած խողովակ ունի սկիզբ եւ վերջ։ Չի կարելի գնալ խողովակի մի կողմը բացել եւ հստակ ասել, որ ինքը բացվեց, աշխատում է կամ չի աշխատում, որովհետեւ ի սկզբանե պետք է բացել սկիզբը, հետո նոր դիստալ վերջը, հա, խողովակի։ Համար կատարում ենք հիստերոսկոպիան լապարոսկոպիայի հետ համակցված, նույնպես կրկնում եմ ողջ վիրահատությունից բնականաբար պացիենտը լապարոսկոպիայի ժամանակ ընդհանուր անզգայացման էնդոտրախեալ անզգայացման տակ է, բայց մեր վիրահատությունը ձայնագրվում է եւ ինքը վիրահատությունից հետո անպայման ես շատ սիրում եմ, որպեսզի պացիենտի հետ մեր մոտ պալատներում դրված են մանիտորները, մենք միացնում ենք, ես իրան ցույց եմ տալի, որովհետեւ նաեւ կան ամերիկական աշխատանքներ, որտեղ ապացուցված է, որ պացիենտը տեսնելով նամանտ անպտղության դիագնոզով պացիենտը տեսնելով ոնց լուծվեց իր խնդիրը, ավելի հաճախ է հղիանում, քան իմանալով, որ վիրահատեցին եւ վերջ։ Դրա համար այո, պսիխոսոմատիկ ֆակտորը շատ կարեւոր է, նաեւ այդ կան ապացուցված աշխատանքներ։ Ինչ ասում եմ, բոլորը ապացուցողական բժշկությունից եմ ասում եւ կան աշխատանքներ, բոլորը կարող են հետազոտել, հասկանալ, որ ամենը այդպես է։ Եվ կատարվում է հիստերոսկոպիան լապարոսկոպիայի հետ միաժամանակ, զոնդավորվում է արգանդափողը եւ արգանդի խոռոչից եւ որովայնի խոռոչից կարիք լինելու դեպքում, որից հետո ինձիկոկարմին հեղուկի արգայության դեպքում որովայնի խոռոչում ապացուցում է, որ արգանդափողը ֆունկցիոնալ է։ Անպայման օգտագործում ենք անպայման թե հիստերոսկոպիաներից, թե լապարոսկոպիաներից հետո հակակպումային բարիերները, որոնք նույնպես ունեն ապացուցողական բազա, այո, որ դա հիալուրոնաթթվի հիման վրա ստեղծված բարիերներ են եւ նույնիսկ եթե դաժե անպտղություն պատճառով չվիրահատվող հիվանդ է, մենք լապարոսկոպիայից եւ հիստերոսկոպիայից հետո օգտագործում ենք հակակպումային բարիերները, որը նույնպես շատ կարեւոր է։ Հիմա չգիտեմ, շատ մարդիկ գիտեն դրա մասին, չգիտեն, թե գիտեն եւ չեն հավատում, բայց մենք մեր փորձով էլ նույնիսկ, այո, դա ապացուցել ենք second look-ներով, այսինքն հետագայում կատարվել է դիագնոստիկ, ինչի մասին խոսում էի հիստերոսկոպիան եւ ապացուցվել է, որ կպումների անջատումներից հետո օգտագործելով բարիերը նոր կպումներ չեն առաջացել։ Ճիշտ է, միանշանակ։ Շատ գլոբալ է թեման, շատ հաճելի է, նորից շնորհակալություն եմ հայտնում, որ ինքը բարձրացվում է, որտեվ նոր որ եկել էի Հայաստան, տենց շատ ուզում էի, հետո մի քիչ էնտուզիազմը կորավ, թե հասկացա, որ ինչ որ տենց շատերը չեն ուզում դա բարձրացնել, որտեղ չէր մեծանում աջակիցները, հա։ Շատ ցավալի է, որ դեռևս այո օգտագործվում է այդ հին ստալինյան եւ անօգուտ մեթոդները, այո, եւ ամեն մեր հղիացած պացիենտ առաջինը իմ համար դա հաղթանակը, որտեղ ծնվելով մեկ հայ, ես համարում եմ, որ իմ գործոնը մեր հայ ազգի համար եւս մեկով ավելացրեցի։ Մեր էնտուզիազմը ասեցիք, իմ մեջ դեռ դա չի մանիխես։ Հիմա ձեր մեջ երբեք չի մանի։ Բայց ես երևի վատ արտահայտում եմ, չգիտեմ, բայց կան մի քանի գործ բժիշկների, որ ես նայում եմ, կյանքում չեմ բարձրացել, բայց որ զայրույթս մեկ այնքան շատ է, եմ ուզում գնամ հասնեմ այդ գործիքները բժիշկի ձեռքից հավաքեմ, փակեմ իր ասեմ, դու չկպտես ոչ մի բանի։ Դեպքեր լինում են։ Որ չես դիմանում, էլ ուզում ես, որտեվ այդ ցանկությունը, որ մեր իմենը հայազգը շատ է, դա իմ մեջ շատ մեծ է, չէ՞ որ ընտրությունը որ դինում է, մեկը ջոյն ասում չէ, ես կարող զոտքի հետ գնամ, հետո ես մի բան հետա պամ ասում չէ, բայց իմ հայ ժողովրդին, բայց մենք ինչ անենք, լինում է ես էլ եմ բացատրում այդ հիստերոսկոպիան ոնց է ճիշտ է, ինչ պետք է անել, ինչից հետո ոնց է, որ իրանք պատկերացնեն մի քիչ, որովհետև իրականում մեր բուժառուները չեն պատկերացնում։ Օրինակ նույն բազալ թաղանթի, երբ որ շերտի այսինքն վանասում է լինում, իմ համար արդեն վсё
որովհետև շատ եմ տեսել հիմա ունենք չի Դուք հաստանում որպես ռեպրոդուկտոլոգ բախվում եք բարակ էնդոմետրիումի բարակ հետ։ էնդոմետրիումին ու դու չգիտես ինչ անես, Նման նայում ես դեղ դեմքին ու միշտ դու այդ ուզում ես ապացուցես, որ դա իրականում այդպես է գտնես։ Ախր պացիենտները մեղք չունեն։ Տեսաձայնագրություն չի տրամադրվում։ Չի կարա օրինակ հացաբուլկեղենի խանութում աշխատող Նելին, ով ունի հղիության բացակայություն, իմանա բազալ թաղանթի մասին։ Նելին մեղավոր չի, որ Այո։ գնացել է գինեկոլոգի ու գինեկոլոգ իրան քերել է։ Հավատացեք, խնդիրը մեր մեջ է։ Մենք ինքներս մեր մեջ, ես գինեկոլոգների մասին եմ խոսում, մենք ինքներս մեր թշնամին ենք։ Եվս մի հարց, ձեր ծառայությունը կոչվում է հղիություն առանց ԱՄԲ-ի։ Ինչպես կմեկնաբանեք, որպես սահմանաբան ինձ շատ է դա հետաքրքրել։ Ուրեմն Ոչ բացատրեմ։ չհասնի գործը ԱՄԲ-ին։ Բացա ոչ թե չհասնի, ներխիկ ջան, ես մի հատ այնց արտահայտություն ունեմ, իմ պացիենտները, մտերիմ գոլեգաները գիտեն, ես միշտ ասում եմ արտամարմնային բեղմնավորումը, էքստրակարպարալ ուրեմն բեղմնավորումը, էկոն այսպես կոչված, որ բարձ լինի բոլորին, ես միշտ ասում եմ, որ դա աշխարհի 8-րդ հրաշալիքն է, հա, բայց ցավոք սրտի բոլոր 7 հրաշալիքները մարդկության ձեռքում չեն, իսկ 8-րդը մարդկության ձեռքում է եւ ինքը շատ հաճախ սխալ ճանապարհով է օգտագործվում։ Ես նորից եմ կրկնում, իմ պատկերացումով ես իրան կգնահատեի որպես 8-րդ հրաշալիք, բայց տեսնելով բազմակի եւ բազմակի հետ ես սաղ այդ кейսերը պահում եմ անպայման, պացիենտ կաներ, որոնք կիսա հետազոտված, կիսա ախտորոշված ուղղորդվել են արտամարմնային բեղմնավորման, կատարել են 3-4 արտամարմնային բեղմնավորումներ, 10 քանի ինսեմինացիաներ, ու դու իրենց վիրահատում ես, իրանք երկրորդ, երրորդ, չորրորդ ցիկլում հղանում են, այդ տարիների մասին եմ խոսում, տասնյակ, մենք պացիենտ ենք ունեցել ուղիղ 21 տարի, պացիենտ կան արտամարմնային բեղմնավորումներ էր անում ու ինսեմինացիաներ, ընդամենը պոլիպներ էր ուստյաների մեջ, վիրահատել ենք 4-րդ ցիկլում հղացել է։ Հաճախականությունը այդ кейսերի բերեց նրան, որ ես որոշեցի անվանել իմ ծառայությունը հղիություն առանց էկոյի։ Ոչ թե ես նորից եմ ասում, երկու ձեռքով իմ ողջ գիտելիքներով եւ կարողություններով էկոյի կողքին կանգնած եմ։ Ոչ ծառայությունը հղիություն առանց էկոյի, ոչ թե էկոյի դեմ, հա, այլ մենք ինքներս բազմակի պացիենտներ լինում է, որ դիմում են մեզ ասում են, գիտեք, անհնար է, հա, հնարավոր չի, եւ ինքներս ուղղորդում ենք մեր ռեպրոդուկտոլոգներին էկոյի կատարման, հա։ Այսինքն ես այսպես հասկացա, у вас репродуктивная хирургия. Да, да, мы себя считаем хирургами, органосохраняющими, репродуктологами, хирургами, которые всегда за, чтобы была беременность. Да. Не обязательно, чтобы она была в нашем исполнении или обязательно մեր հետ, հա, մենք միշտ ես իմ Լիլիթ Սերգեյևնան եղել եմ որդինատորը, հիմա իմ վիդուշի բժշկուհիներից է, ինքը միշտ լսել է ամենաառաջինը պացիենտի շահերն է մեր մոտ դրված միշտ եւ բոլոր պայմաններում։ Շատ վախենում էի մոտավորապես 1.5 տարի առաջ, որ որոշեցի գնամ որդինատուրա ռեպրոդուկտոլոգիայի ու մեր ծառայության անվանումը հղիություն առանց էկո ու ես պետք է գնամ իմ ղեկավարին ասեմ, որ ես գնում եմ էկո սովորելու։ Շատ խնդալու էր ու միշտ հիշում եմ, այ ինձ շատ դուր է գալիս, իրոք դա 8-րդ հրաշալիքն է, իրոք քեզ կանաչ ճանապարհ գնա, բայց արա դա երբ որ ունես ցուցում, երբ որ պետք է։ երբ որ պետք է։ Այո, ցավոք սրտի նորից եմ ուզում կրկնեմ, շատ բոլորին սիրում եմ, հարգում եմ, բայց տեսնում ենք հաճախ կատարված էկոներ առանց կամ կիսացուցումներով, հա, շատ ու հետո այդ պացիենտների հետ զբաղվելը, որովհետև այդ ֆունկցիաները բերում են կպումային process-ների, իրանց հետ բազմակի անգամ դժվարանում է աշխատելը, այո։ Դրա համար միշտ ռեպրոդուկտոլոգների կողքին ենք, խնդրում ենք, որ կատարեն միայն ցուցումներով,
եւ առաջնորդվեն առաջին հերթին պացիենտի շահերից։ Ուզում եմ մի փոքր եզրափակեմ, ասեմ, որ շատ կարևոր էր, որ վերբուժարուները իրականում լսելով ձեզ, կհասկանան ինչն է մոտ եւ այլն։ Ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ունենք ձեր նման մասնագետներ, որոնք որ բաց են եւ ապացուցողական բժշկության հիման վրա են կատարում իրենց գործունեությունը, դա շատ գովելի է։ Ուզում եմ ձեզ այսօր հանձնել մեր փոքրիկ նվերը։ Սա մեր էմբրիոգայդի խորհրդանիշն է, երեխան է, էմբրիոնը, որից դուրս է գալիս պորտալար ծառի ճյուղի տեսքով, նշանակում է կյանքի սկիզբ եւ շարունակություն, դե կանաչ գույնն էլ ամենտեղ ինձ թվում է, որ դա անգամ մեքենա վարելիս կանաչ է, ուրեմն լավ է, մեր դավիճ լավ է ստացվելու։ Մենք ուզում ենք դες պատասխան նվեր տալ, եթե թույլ կտաք։ Օ, առաջի անգամն է։ Այո, Որն է մեզ նվերենք։ Մենք նույնպես շուտ կկանչի։ նույնպես Վերանայեք հյուրերի ցուցակը, վերանայեք։ Մյուս անգամ նոր։ Սա նույնպես խորհրդանշող փոքր սյուրպրիզ է, որը կապված է նաև մեր թեմատիկայի հետ եւ այո, մենք շատ ուրախ կլինենք, որ ձեր հետագա հաղորդումներին միշտ իրան տեսնենք։ Չերևար ու Մենք անհամբեր նվերին ենք սպասում։ Սրտ ուխտի։ Ընտանիք։ Արցան։ Այո, ինքը նույնպես խորհրդանշում է ընտանիքը եւ այո, մեր թեմայի մոտ, ձեր թեմայի մոտ, այո, մեզ շատ հաճելի կլինի, որ մենք ձեր հայտագա հաղորդումներում միշտ տեսնենք, որ ինքը ձեզ հետ է։ Անպայման, այսպես մնալու է։ Մերսի շատ։ Շնորհակալ ենք շատ շնորհակալ եմ, շատ ցավոք, որ ժամանակը կարճ է, շատ հարցեր կան քննարկելու։ Ձեզ ասեմ, որ իմ Instagram-յան, Facebook-յան էջը բացվել է, երբ որ ես Հայաստան եմ եկել, անցել են տարիներ, հետո հասկացել եմ, որ մարդիկ պետքա ինֆորմացվեն, դրա համար մեր էջերն էլ միշտ ներկայացվում են մեր աշխատանքները, մեր ռեզուլտատները եւ ձեր ծրագիրը նույնպես շատ խոստումնալից է, ես հույսով եմ, որ մեր այսօրվա հաղորդումը շատ մարդկանց կուղղորդի ճիշտ ուղղության եւ անպայման կծնվեն ու կծրնվեն նոր հայ գենը կրող բալիկներ եւ կշարունակեն մեր հայ գենը եւ կզարգացնեն մեր Հայաստանը։ Շատ շնորհակալ ենք։ Կանաչ ճանապարհ ձեզ։ Այո։